Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ամփոփ ներկայացնել 2026 թվականի բյուջեի նախագծով հատկացումների շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության կողմից նախատեսվող աշխատանքները, որոնք բխում են կառավարության ծրագրով ամրագրված ոլորտի առաջնահերթություններից եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային մի շարք պարտավորություններից։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող 6 բյուջետային ծրագրի շրջանակում ներառված 25 միջոցառման ֆինանսավորման ընդհանուր ծավալը նախատեսում է շուրջ 15.4 միլիարդ դրամ, որը մոտ 815 միլիոն դրամով ավելի է 2025 թվականի հաստատված 14.5 միլիարդ դրամ բյուջեից։ 2026 թվականի նախատեսված գումարից մոտ 2.4 միլիարդ դրամը միջազգային դրամաշնորհներն են եւ շուրջ 13 միլիարդ դրամը պետական բյուջեի հատկացումները, բայց նախքան բյուջետային ծրագրերը մանրամասնելը հաշվի առնելով քաղաքական եւ միջազգային կարևոր նշանակությունը երկրի համար նախ կցանկանայի այս հարթակն օգտագործել եւ անդրադառնալ 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք բնապահպանության ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկին՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին COP17-ին։ Միջոցառման նշանակությունը եւ բյուջետային շրջանակը 2024 թվականի նոյեմբերի 1-ին Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած COP16 համաժողովի ընթացքում կոնվենցիայի պատմության մեջ առաջին անգամ քվեարկության արդյունքում կայացվեց Հայաստանի համար բնապահպանության ոլորտում պատմական որոշում։ Մեր երկիրն ընտրվեց որպես COP17-ի հյուրընկալող եւ նախագահ, որը մինչեւ 2028 թվականը համակարգելու է կոնվենցիայի գործընթացները։ Այս փաստը վկայում է բարձր միջազգային վստահության մասին։ Համաժողովի հաջող հյուրընկալման նպատակով 2026 թվականի պետական բյուջեի նախագծով շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի նախնական 1 միլիարդ դրամ, իսկ մնացած անհրաժեշտ գումարի տրամադրումը կիրականացվի կառավարության պահոստային ֆոնդից միջոցառումների ընթացքի առաջնահերթությունների ապահովման նպատակով ՄԱԿ գործադիր քարտուղարության պահանջներին համապատասխան։ Կառավարության որոշմամբ 5 միլիարդ 775 միլիոն դրամ է հատկացվել Մերիդիան էքսպո կենտրոնի տարածքների վերանորոգման, կառուցման եւ բարեկարգման աշխատանքների համար, ընդ որում հատկացված գումարը չբավարարելու դեպքում կազմակերպությունը պարտավորվել է սեփական միջոցներով աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված բոլոր պահանջներին համապատասխան ներդնելով մինչեւ 10 միլիոն ԱՄՆ դոլար։ Հատուկ շեշտեմ նաեւ, որ COP17-ի անցկացման ավարտից հետո Meridian Holding PB-ն պարտավորվել է հաջորդող 6 տարվա ընթացքում մինչև 2032 թվականը 2 միլիարդ 775 միլիոն դրամին համարժեք 200 օր տարածքի անհատույց տրամադրման ծառայություն մատուցել պետությանը։ Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Կազմակերպչական աշխատանքներ եւ ենթակառուցվածքներ։ Համաժողովը կանցկացվի երկու հիմնական հարթակներում՝ Կապույտ գոտու կամ բլուզոնի համար նախատեսվող տարածքը Մերիդիան էքսպո կենտրոնն է։ Այստեղ են անցկացվելու COP17-ում քննարկման ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ երկրների կառավարությունների պատվիրակությունների քննարկումները եւ բանակցությունները, ինչպես նաեւ բարձր մակարդակի խորհրդակցություններն ու հանդիպումները։ Այս գոտում քննարկումների արդյունքում հաստատվում են որոշումներ, որոնք դառնում են համընդհանուր կատարման առարկա կոնվենցիայի կողմ բոլոր 196 երկրների համար։ Օրակարգային կարևոր հարցը լինելու է կենսաբազմազանության գլոբալ ռազմավարության գնահատման գործընթացը, որի նպատակն է հասկանալ, թե ինչ առաջընթաց է գրանցվել աշխարհի կողմից ռազմավարության նպատակների իրականացման գործում եւ ինչ քայլեր պետք են արվել մինչեւ 2030 թվականը։ Կանաչ գոտին կամ Green Zone-ը կտեղակայվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կմիավորվեն քաղաքասարակության, գիտական համայնքի, երիտասարդական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Կանաչ գոտին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել բազմաթիվ համագործակցություններ եւ նախաձեռնել համատեղ ծրագրեր։ Այս մոդելը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի համաժողովների միջազգային ստանդարտներին, ապահովելով ներառականություն եւ բաց երկխոսության մթնոլորտ։ Հայաստանի դերը եւ հնարավորությունները։ COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու է ոչ միայն միջոցառման կազմակերպիչ, այլև գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ եւ գործընթացների գլխավոր բանակցային միջնորդ եւ հանդես է գալու որպես միջազգային եւ տարածաշրջանային կամուրջ։ Մենք հնարավորություն ենք ունենալու խթանել դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները եւ բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը բնապահպանական քաղաքականության ոլորտում,
խրախուսել գիտական և երիտասարդական ներգրավվածությունը, ստեղծելով նոր հետազոտական, կրթական և ինովացիոն հնարավորություններ, խթանել էկոտուրիզմի և հյուրընկալության ոլորտի զարգացումը, որը կունենա տնտեսական շղթայական ազդեցություն ծառայությունների մատուցման, տրանսպորտի, շինարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այժմ թույլ տվեք ամփոփ ներկայացնել շրջակա միջավայրի պահպանության հիմնական բյուջետային ծրագրերի ներքո նախատեսվող աշխատանքները։ Անտառների կառավարում ծրագրի ներքո կշարունակվեն նոր ստեղծված էկոպարեկային ծառայության համալրման և վերազինման աշխատանքները։ Գործընթացը մեկնարկել է Սյունիքի մարզից, որին զուգահեռ աշխատանքներ են ընթանում նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում։ Հայանտառ պոակի պահպանման ծախսերի հիմնական մասը նախատեսվում է ապահովել ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող սեփական եկամուտների հաշվին, որոնք կձևավորվեն անտառային ռեսուրսների այլընտրանքային և կայուն օգտագործման միջոցով։ Նշեմ, որ 2025 թվականի ձեռնարկատիրական մուտքերը 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 193 միլիոն դրամով կամ մոտ 23%-ով, կազմելով ավելի քան 1 միլիարդ դրամ։ Անտառվերակազմման և անտառպատման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է իրականացնել 65 հեկտար անտառմշակույթի հիմնում, ինչպես նաև նախորդ տարիներին հիմնադրված ավելի քան 1450 հեկտար անտառների միանավագ խնամք և գործընկերների հետ համագործակցում ենք, որպեսզի տարածքները հնարավորինս ընդլայնելու հնարավորություն ունենանք։ 2026 թվականի անտառների վնասակար օրգանիզմների դեմ ավիացիոն կենսաբանական պայքարի աշխատանքներ կիրականացվեն 9000 հեկտար անտառային հիմնական վարակված տարածքներում։ Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի խոշոր աղտոտող կազմակերպությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերն ուղղվում են ազդակիր համայնքներին բնապահպանական և առողջապահական միջոցառումներ իրականացման համար։ 2026 թվականին նախատեսված է մոտ 686 միլիոն դրամ բնապահպանական սուբվենցիա 17 ազդակիր համայնքների համար։ Ներկայում ընթացքի մեջ են մի շարք բնապահպանական ծրագրեր, օրինակ, Քաջարանում կարգավորվում է Գեղանուշ գետի հունը և ամրացվում են հենապատերը, Կապանում շարունակվում են Վաչական գետի հունի մաքրման և նոր հենապատերի կառուցման աշխատանքները, Երևանումն ու Բարաշենի խճուղու հատվածում ձևավորվում է նոր անտառաշերտ։ Բնական ռեսուրսների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում ծրագրի ներքո 624 միլիոն դրամ կուղղվի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող 6 պոակների պահպանման ծախսերին։ Քաղաքականությունը ուղղված է պոակներին ֆինանսական ինքնաբավության բարձրացմանը և սեփական եկամուտների աճին։ Այս պոակների ձեռնարկատիրական մուտքերի մասով նշեմ, որ 2025 թվականի 9 ամսվա կտրվածքով դրանք կազմել են 480 միլիոն դրամ, որը շուրջ 6%-ով կամ 25 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Սևան իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի առողջացման համար նախատեսված հատկացումը կկազմի մոտ 0.5 միլիարդ դրամ։ Միջոցառման շրջանակներում կապահովի անհետացման եզրին գտնվող արժեքավոր ձկնատեսակների, Սևանի իշխանի երկու ենթատեսակների արհեստական վերարտադրությունը։ 2026 թվականին նախատեսվում է մոտ 1.2 միլիոն հատ մանաձկան բաց թողում, 2025 թվականի 920,000 հատի փոխարեն։ Սևանալճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման նպատակով պետական բյուջեից հատկացումների շրջանակներում յուրաքանչյուր տարի գիտական ուսումնասիրությունների հիման վրա սահմանվում են նաև սիգի արդյունագործական որսի չափաքանակներ։ Որսի արդյունքում բնօգտագործման վճարից մուտքերը 2025 թվականին կազմել են մոտ 73 միլիոն դրամ։ Համաձայն հարկային օրենսգրքի այսուհետ բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործման ծավալի, այլ տրամադրված չափաքանակի համար։ Բնօգտագործման վճարի դրույքաչափերի ավելացման արդյունքում սիգի 1 կիլոգրամի վճարը սահմանվել է 200 դրամ, նախկինում գործող 65 դրամի փոխարեն։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիտորինգ բյուջետային ծրագրի շրջանակներում Հայ հիդրոմետ պոակին կհատկացվի 1.65 միլիարդ դրամ։ 2025 թվականին արդեն ձեռք է բերվել մթնոլորտային օդի որակի 2 դիտակայան, որոնց տեղադրման համար ներկայումս ընթանում են տեղանքի պատրաստման աշխատանքներ, ինչպես նաև այս տարի Հայաստանի և Ճապոնիայի միջև ստորագրված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում ձեռք կբերվի ճապոնական արտադրության ժամանակակից սարքավորումներ 3 դիտակայանների համար, որոնք նախատեսվում է տեղակայել Երևան քաղաքում։ Նշված դիտակայանի տեղադրմամբ կապահովի Երևան քաղաքի օդի աղտոտվածության ամբողջական գնահատումը։
Վստահ եմ, որ ներկայացված միջոցառումների հետևական իրականացմամբ մենք կարողանանք ոչ միայն պահպանել մեր բնական հնարավորությունները եւ հարստությունները, այլև ունենալ կայուն շրջակա միջավայր։ Շնորհակալություն։